Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանը սպասման ռեժիմում է, վիզաների ազատականացում առանց ժամկետի, որքվում է գործընթացը և երբ կբացվեն Եվրոպայի դռները։ Սուր հայտարարություններից հետո հեռախոսազանգ, ինչ հայտարարություններ է արել Միրզոյանը ազգային ժողովում։ Խաղաղություն թե պատերազմի սպառնալիքով քաղաքական հաշվարկ, ինչ տողատակ ունի Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունը։ Մետրոյի միջադեպի շուրջ արձագանքները չեն լռում, ներողությունը PR է, թե ժողովրդին հանդարտեցնելու միջոց։ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի հստակ ժամկետ դեռ չկա։ Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներկայացնելով կառավարության ծրագրի իրականացման ընթացքը։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը իրականացնում է վիզաների ազատականացման գործընթաց։ Կառավարությունը կարծում է, որ մենք այս պահին պատրաստ չենք այդ գործընթացը սկսելու, որովհետև չենք համապատասխանում այդ ստանդարտներին եւ վարչապետը քանիցս ասել է, որ մենք այս գործընթացին վերաբերվում ենք նախ եւ առաջ որպես ռեֆորմների գործընթացի եւ այս փուլում մենք առավելապես կենտրոնացած ենք այդ ռեֆորմների առաջ մղման համար, որպեսզի այն պահին, երբ որ համապատասխանենք եվրոպական ստանդարտներին, համապատասխան քաղաքական որոշումը կայացվի դիմելու կամ չդիմելու, բայց նման որոշում այս պահին դիմելու չունի։ Եվրամիության հետ հարաբերությունների թեմային անդրադարձել է նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նշել, որ Հայաստանի և Եվրամիության գործակցությունը շարունակվում է նաև անվտանգության ոլորտում։ Երևանը դիմել է Եվրամիությանը խաղաղության հիմնադրամից աջակցության 3-րդ ծրագրի համար։ Հիշեցնեմ, որ նախորդ փուլում Եվրամիությունը Հայաստանին տրամադրել էր 20 միլիոն եվրոյի աջակցություն։ Մենք արդեն երրորդի համար ենք դիմել, խոսքը 20 միլիոնի մասին էր, 20 միլիոն եվրոյի աջակցության մասին էր երկրորդի դեպքում։ Վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ առաջընթաց է գրանցվել։ Հայաստանը բավականին արագ պետք է նկատել Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման գործողությունների պլանը, շարունակում է իրականացվել, արդեն ամփոփվել, ավարտին հասցվել Հայաստանի համար դիմակայություն եւ աճ ծրագիրը ընդհանրապես երկրորդ փուլը այս տարի մայիսին մենք կհյուրընկալենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, նաեւ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթաժողովը տեղի կունենա Եվ խոսում ենք Հայաստանի և Եվրոպական միության մասին հարաբերություններից, երևի առաջինը, որ պետք է նկատենք, թեև ժամանակագրորեն ես վերջին այս մասին խոսեցի, ձեր կողմից, խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է, որով որ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականության մասին, մեկնարկել Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության գործընթացը։ Հայաստանի գլխավոր դիվանագետի խոսքով Հայաստանի դեմ այսօր իրականացվում է հիբրիդային պատերազմ, որի մի մասը հաճախ հնչում է Ռուսաստանից։ Նախարարի խոսքով կան ուժեր, որոնք հենց Եվրամիություն բառը լսում են, անմիջապես կտրուկ արձագանք են տալիս։ Սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են, եւ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնվել է։ Կարաք տեսնեք տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ։ Վստահաբար կարաք տեսնեք, կան ինչ-որ շրջանակներ, Եվրամիություն բառը լսում են, խրտնում են եւ մտածում են բանա։ Այս եկել են մեզ կուլ տան, եկել են սա մեզ կտրեն, այս ինչ մի, չգիտեմ, դարավոր բարեկամական այն մի կապից ստանեն մեզ մտցնեն, չգիտեմ ինչ, այդ հենց Եվրամիություն լսում են, չոքերները թուլանում է մի անգամից։ Արարատ Միրզոյանը այլ հայտարարություններ է արել, բայց դրանք անդրադառնամ քիչ ուշ։
Այս ամենի ֆոնին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսով զրուցել են Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը։ Քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Իսկ հանրային օրակարգում քննարկվող գլխավոր թեման Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են կամ սպառնալիքները հավանական պատերազմի մասին։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի, ծանր հետևանքներով։ Իսկ ինչպես է այս հայտարարությանը հակադարձում ընդդիմությունը եւ ինչ հիմնավորմամբ են հերքում Փաշինյանի ասածները, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք Այո, սա շանտաժ է, ես կանվանեի շատ կոպիտ, շատ պրիմիտիվ շանտաժ։ Շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում։ Քաղաքացիներին վախեցնում, շանտաժի է ենթարկում Փաշինյանը։ Ասում է արյունալի պատերազմ է լինելու սեպտեմբերին, թե ինչ գիտի, կանդրադառնանք։ Մինչ այդ լսենք քաղաքացիներին, հավատում են Փաշինյանի խաղաղությանը։ Փաշինյանի վերած խաղաղությանը հավատում եք։ Այս կինը գլուխը թափահարում։ Չէ։ Տղամարդը բառերով հաստատում, իսկ մշակութային գործիչ Վահե Բեգոյանը, որին պատահական հանդիպեցինք փողոցում, հստակ գնահատական է տալիս։ Պետք է առնվազն հոգեկան հիվանդ լինել դրան հավատալու համար։ Այդ խաղաղությունը չկա եւ եթե կոնֆլիկտի կողմերից մեկը մինչեւ վերջ ստորացված վիճակում է եւ գտնում է անընդհատ շանտաժի տակ եւ ինչպես ինքը Նիկոլը հիմա իր մնալը կարևորում է նրանով, որ հանկարծ պատերազմ չսկսվի, եթե պիտի այդ պատերազմ լինել չլինելը իր գոյությամբ լինի այդ պաշտոնի վրա, ուրեմն խաղաղություն չկա։ Տեսախցիկից խուսափողներից բացի, նաև Փաշինյանի բերած խաղաղությանը հավատացող եւ ոչ մեկին չհավատացողի էլ հանդիպեցինք։ Հա, հավատում եմ, բայց բաց չեմ հավատում։ Երևի իմ ուղեղը չի աշխատում այդքան, չգիտեմ, չեմ իմանում, որ նա ճիշտ է։ Մարդ չի հավատում արդեն այս երկրին։ Մենք մայրաքաղաքի տարբեր հասցեներում խոսեցինք նաև կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց կարծիքները ի տարբերություն հասցեների նույնն էին՝ շանտաժ, սրիկայություն, սուտ։ Գնահատականներն են 3 բառով։ Նորություն չի իշխանության բառապաշարում։ Եթե հիշեք 21 թվականի քարոզարշավը նույն երկընտրանքով էր, եթե իրենք չլինեն, կլինի պատերազմ։ Իրենք եղան, բայց եղավ պատերազմ։ Պատերազմներ։ Եվ 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ագրեսիան, եւ 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի Արցախի դեմ ագրեսիան Ադրբեջանի կողմից։ Դրանից բացի առանձին սահմանային լուրջ ավելի լոկալ բախումներ։ Անգամ առանց բախումների առաջխաղացում եղավ, հիշեցնում է Միասնության թևեր նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։ Նա չի բացառում, որ 1 ամսից գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն կանի Ալիևը, իսկ որտեղից Փաշինյանը իմացավ, որ հենց սեպտեմբերին է պատերազմ լինելու։ Մենք կարանք ենթադրենք, որ Փաշինյանը ինչ-որ պայմանավորվածությունների մեջ է։ Կարանք, չէ, ենթադրենք։ Դրա համար եմ ասում, ազգային անվտանգության ծառայություն եւ դատախազություն թող ստուգեն, հասկանան այս մարդը որտեղից գիտի։ Ժամկետը վարչապետը պայմանական է ասել, Արարատ Միրզոյանն է կարծում։ Ասել նկատի ունի ընտրությունից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Իսկ արդարադատության նախարարը Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է համարում։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Հայաստանին պատերազմով սպառնում են Ալիևը, Էրդողանն ու Փաշինյանը։ Նկատում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն ու հավելում, շանտաժի քաղաքականությունը շարունակելով գործող իշխանությունը վաղը կարող է ավելի հեռուն գնալ։ Կասեն օրինակ, եթե Հայաստանի տարածքում օրինակ չձևավորվի մշակութային օրինակ միավոր անունը Արևմտյան Ադրբեջանը կսկսի պատերազմ, կամ եթե ցեղասպանության թանգարանը չփակվի, կլինի պատերազմ, եթե մենք մեր անձնագրերում օրինակ հրաժարվենք նշել Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ Արևմտյան Ադրբեջան Հանրապետություն, հա, օրինակ կլինի պատերազմ, այսինքն այս շարունակ։ Իշխանությունը երկրի անվտանգությունը կապում է քաղաքական այս կամ այն ուժի հետ, ինչը նշանակում է արդեն չի կարողանում սպասարկել Հայաստանի անվտանգությունը, նշում է Արման Աբովյանը։ Իսկ ինչու է Փաշինյանը վախեցնում քաղաքացիներին ընտրությունից 2.5 ամիս առաջ։
Իրենք աղերսում են, մուրում են այդ քվեն հանրային վստահությունը, որովհետև իրենք հողի վրա տեսնում են, որ այլևս չկա այդ հանրային վստահությունը։ Բայց ինչու է Փաշինյանի նկատմամբ նվազել վստահությունը։ Գուցե իրար հաջորդող հակասական հայտարարություններն են պատճառը։ Հայկական հեղափոխության արդյունքը ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Առանց սեթևե թանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Կամ գուցե այս հայտարարությունների համար։ Եկել եք տատիկ պապիկներին մտածող եք դարե, որ իրանք հաց առեն։ Այդ տատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանք խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանք նիսյանները փակեն։ Ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, թե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու։ Վերադառնալով քաղաքացիներին պատերազմով ահաբեկելու որակումներին։ Մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք մենք խաղաղության կուսակցությունն ենք եւ մյուսների ասած այնքան անհեռանկար եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, միասնության թևեր եւ մյուս քաղաքական ուժերը նշում են. մենք պատերազմ չենք բերել եւ չենք բերելու։ Հիշեցնում են, խաղաղության մասին խոսում է մի ուժ, որ մի քանի պատերազմ ու Արցախի հայաթափում է բերել։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս չի բացառել, որ եթե իշխանությունը փոխվի, տարածաշրջանում կարող է նոր լարվածություն առաջանալ։ Իսկ միթե վարչապետի նման հայտարարությունները շանտաժ չեն։ Լսենք նախարարի մեկնաբանությունը։ Շանտաժը այստեղ որն է, նայեք, ասում են մենք առաջարկում ենք խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք եւ այո, նենց եղավ, որ ինքը եղավ վարչապետ։ Եվ այո, մենք ասում ենք մեզ պետքա խաղաղություն, մեր երկրին պետքա խաղաղություն, այլ պայմաններում ուղղակի հավատացեք մեր խորը համոզմամբ Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ այս մի առաջարկն է քաղաքացիներին, եւ կա զուգահեռ առաջարկը, չէ, մեզ այս Հայաստանը ընդհանրապես պետք չի, սա մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետքա չգիտեմ ինչ Հայաստան։ Այսի շանտաժ է դա, սա շանտաժ չի, սովորական։ Իդեպ արդարադատության նախարար Սրփուի Գալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը դիտարկում է քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով խոսքը ոչ թե պատերազմի սպառնալիքի մասին է, այլ արդեն ձեռք բերված խաղաղությունը պահպանելու եւ այն ամրապնդելու անհրաժեշտության։ Արտաքին գործերի նախարարը խոսել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությունների մասին։ Միրզոյանի խոսքով միջազգային երաշխիքները միշտ չէ, որ ապահովում են իրական խաղաղություն։ Նրա համոզմամբ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն շահավետ է հենց հակամարտության կողմերի համար, այս դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի։ Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպ է, ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը, կլինի մեծ չափազանցություն, ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, ի վերջո այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո դեռ մենք ունենք ուրեմն պահվող անձինք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում եւ անհետ կորածների ճակատագրերի բարձրաբանում եւ այլն հոգեբանական մեծ տրավմա, որ շատ հասկանալի են հասարակություն դեռ ունի, բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան եւ միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունում են եւ երկու երկրների իշխանությունների նաև ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է, սա հեշտ ճանապարհ չի, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով եւ մի օր կունենանք, հուսով եմ, վերջնական նույնիսկ եւ այդ թվում նաև հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև։
Իսկ ներքաղաքական դաշտում նախընտրական մթնոլորտն արդեն փոխվել է։ Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավն այս անգամ այլ տեսք ունի։ Նախկին մեխանիզմները կարծես այլևս չեն աշխատում, փոխվել է նաև լսարանը։ Ինչ է փոխվել եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս նոր իրավիճակը, Գառնի Մութաֆյանն է ներկայացնում։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որև է մեկը։ Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավն այլևս չի անցնում այն սցենարով, որին իշխանությունը տարիներ շարունակ սովոր էր։ Լեզվակռիվներ, վեճեր, անպատասխան մնացած հարցեր ու մեղադրանքներ, ատելության խոսքի մեծ չափաբաժնով։ Քաղաքացիական պայմանագրի հերթական շրջայցն այս տեսքն ուներ։ Առաջին միջադեպը մետրոյում էր։ Փաշինյանը վիճեց արցախցի կնոջ հետ, երբ կինը թույլ չտվեց երեխային նվիրել առանց Արցախի Հայաստանի քարտեզ կրծքանշանը։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որև է մեկը, կխոսեմ տենց ձեզ հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այս միջադեպին հաջորդեց Փաշինյանի հերքումը։ Բացառված է, որ ես տենց բան ասեմ։ Չասեցիք փախածներ, զոհվածի աղջկա եք ասել։ Ես տենց բան չեք կարող ասել, եթե տենց անկալվել, սխալ անկալվել, եթե ինչ-որ մի բանն են չեմ ասել, ներողություն։ Հերքմանն էլ հաջորդեց ներողությունը։ Ասում է թիմին խոստացել է, որ այլևս այսքան էմոցիոնալ չի լինելու։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա։ Նիկոլ Փաշինյանին չեն զիջել նաև թիմակիցները։ Երևանի բակերից մեկում Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը վեճի բռնվեցին շենքի բնակչի հետ։ Եթե մի մաղթուպես, Երեխաները Իշխանության համար սա նոր վիճակ է։ Քաղաքական հաղորդակցության նախկին մեխանիզմներն այլևս չեն աշխատում նույն արդյունավետությամբ, իսկ լսարանն այլևս նույնը չէ։ Փորձագիտական դաշտը համոզված է, որ ներքաղաքական դաշտում կուտակված խնդիրներն ու հասարակության սպասումները աստիճանաբար տեղափոխվում են հենց այս հարթակներ, փոխելով դրանց բնույթը։ Սակայն սա չէ ամենակարևոր ցուցիչը, համոզված է Հակոբ Բադալյանը։ Իշխանությունը բավականին սուղ վիճակում է հասարակության հետ երկխոսության բովանդակության իմաստով եւ նաեւ բավականին բարդ վիճակում է ընդհանուր մթնոլորտի իմաստով։ Այն ոճը, չակերտավոր իմաստով ոճը, որովհետեւ դա դժվար է ինչ-որ ոճ բնորոշել, որով Նիկոլ Փաշինյանը սկսել է հերակա ինչ-որ հարաբերություն պարզել ընդդիմադիր ուժերի հետ, այդ ամենը իհարկե ցույց են տալիս, որ իշխանությունը ունի հասարակության հետ հաղորդակցվելու, հասարակությանը համոզելու բավականին լուրջ բարդություն։ Մինչ Փաշինյանն սպառնում է, որ իր ղեկավարած ուժի չհաղթելու դեպքում կլինի աղետալի պատերազմ, փորձագետներն էլ պնդում են, քաղաքացիական պայմանագրի վերարտադրվելու դեպքում գործողություններն ու խոսույթն ավելի հանդուգն են դառնալու, իսկ Բաքվի պահանջների ցուցակը ընդլայնվելու է։ Գառնի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ինչպես հասկացաք, իշխող ուժի երեկվա երևանյան քարոզարշավը եւս անաղմուկ չանցավ։ Ինչ է կատարվել եւ կատարվում Մոսյանի դստերը վիրավորելուց, հետո ներողություն խնդրելուց հետո Անահիտ Սարգսյանն է պատմում։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որև է մեկը։ Սկզբում Փաշինյանը վիրավորեց արցախցի կնոջը, անվանեց փախած, ապա հանրության ճնշման ու քննադատությունների ալիքի ներքո ներողություն խնդրեց իր Facebook-յան էջում։ Սակայն մինչ Փաշինյանը ներողություն էր խնդրում, նրա եւ նրա կուսակիցների լրատվականները լծված էին նույն կնոջը պախարակելու գործին։ Ինչպես է ստացվում, որ իր խոսքի համար ներողություն խնդրած վարչապետի մեդիադաշտը միաժամանակ նպաստում է նույն անձի դեմ ատելության խոսքի տարածմանը, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները։ Իսկ Media News-ը նույնիսկ գրում է, թե Արմինե Մոսյանը պատերազմում զոհված Մերուժան Մոսյանի դուստրը չէ։
Քաղաքական իշխանությանն առնչվող այս մեդիա վարքագիծը արժանացավ կոշտ քննադատության։ Հայտնի անդաստիրակը մի կողմից հրապարակային ներողություն է խնդրում Արցախում զոհվածի դստերից, Արցախից փախած անվանելու համար, եւ դրան զուգահեռ ԿՊԻ-ին պատկանող Civic AM լրատվականում այդ նույն կնոջ դեմ կեղտոտ արշավ է իրականացնում։ Մի ձեռքով ներողություն, մյուսով զրպարտություն։ Ինչպես փնթի հաց են ուտում, այնպես էլ փնթի աշխատում են։ Մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից համակարգված թիրախավորվում եւ պիտակավորվում են տեղահանված մարդիկ, նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իհարկե երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին, իրենց իրական կամ ֆեյքական էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։ Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութեր չափազանց շատ է։ Ասվել է եւ ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն, որովհետեւ երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության եւ բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։ ԿՊԻ Civic-ը շարունակում է ատելություն ու թշնամանք գեներացնել Արցախի այս կնոջ նկատմամբ։ Պեղել են նրա Facebook-ը, առանց խորամուխ լինելու հուզական վիճակի մեջ վերահրապարակել են նրա տարբեր ստատուսներ, իսկ կոմենտներում մարդիկ ինչեր ասած չեն ասում այդ կնոջը ու չեն ջնջում։ Civic AM անգամ Փաշինյանը ներողություն խնդրեց, բայց դուք չեք հանգստանում։ Դուք քարոզչական ամենացածրակարգ օրգանն եք։ Դուք իրավունք էլ չունեք լրատվամիջոց անվանվելու։ Խորհրդային քարոզչական մեքենաները ձեր անմնացորդ նվիրվածությունը առաջնորդին կնախանձեին։ Անուղղելի եք։ Իշխանական կայքերի մեկնաբանություններում մինչև հիմա չեն դադարում ամենավերջին վիրավորանքները արցախցի կնոջ եւ հավաքական արցախցիների հանդեպ։ Սակայն ԿՊԱ-ականներին մի փոքր կծու-թթու խոսք գրած օգտատերերի դեմ վարույթ հարուցող իշխանության լրատվամիջոցի համար դա միանգամայն սովորական է։ Նույն կերպ հետապնդելու է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը արցախցիներին վիրավորող այս մարդկանց։ Հարցում ենք ուղարկել գլխավոր դատախազություն։ Այս ամենն աննկատ չմնաց նաև միջազգային, հատկապես ռուսական մամուլի համար։ Վարչապետի պահվածքը բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Փախած անվանել այն կնոջը, որի հայրը կռվել եւ զոհվել է Արցախի համար, համատարած ատելություն սերմանել բոլոր նրանց հանդեպ, ովքեր հույս ունեն վերադառնալ Արցախ, մեղադրել բոլորին, իսկ հետո քննադատության ներքո ներողություն խնդրել։ Այս շղթան լուրջ հարցեր է առաջացնում հանրային եւ քաղաքական պատասխանատվության մասին։ Բայց Փաշինյանի առաջ քաշած թեզը շատ արագ փուլ է գալիս, բախվելով իրականությանը։ Մարտունին ամբողջ օրերով հետահաղթիռակոծում է, բայց ընդհանուր առմամբ ամենից գլխավոր այն է, որ ինքնապաշտպանության ուժերը նրանց պատրաստ են մինչև վերջ կանգնելու թշնամու դիմաց։ Ուրեմն ես անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը ընթանում է նույն ինտենսիվությամբ։ Իրանական բանակի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը կապված Հորմուզի նեղուցի վերաբացման վերջնաժամկետի հետ։ Խոսնակը ծաղրել է ԱՄՆ նախագահին։ Hey Trump, you are fired. You are familiar with this sentence. Hey Trump, դուք ազատված եք պաշտոնից։ Դուք ծանոթ եք այս նախադասությանը։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, նշելով, որ ցանկանում է տեսնել այն ԱՄՆ-ի եւ Իրանի համատեղ վերահսկողության ներքո։ Washington Post-ի փոխանցմամբ ամերիկացի եւ իսրայելցի անվտանգության պաշտոնյաները նշում են, որ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, մեկուսացված եւ չի արձագանքում հաղորդագրություններին, ինչը լարվածությունն ավելի է խորացնում տարածաշրջանում։ Եվ վերջում Երևանը միանում է համաշխարհային երկրի ժամ նախաձեռնությանը։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մարտի 28-ին ժամը 20:30-ից 21:30-ը մայրաքաղաքի հիմնական փողոցների եւ շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։